Երեմիա անունը եբրայերեն հնչում է որպես Հիրիմիահու, իսկ լատիներեն Իերեմիաս։ Այս անունը կարող է նշանակել Տերը բարձրացնում է կամ Տերը հաստատում է։ Սա կարող է վերաբերել այն փաստին, որ Երեմիան Աստվածաշնչում հիշատակված այն սակավաթիվ անհատներից էր, ում Աստված դեռ ծնվելուց առաջ էր ընտրել հատուկ առաքելության և նպատակների համար։ Նա ծնվել է Անաթոթ քաղաքում, որը գտնվում է Երուսաղեմից մոտ 5 կիլոմետր հյուսիս-արևելք։ Նրա հայրը Քեղկիան Անաթոթի քահանաներից էր, Բենյամինի երկրում, որը Հուդայի հարավային թագավորության մաս էր կազմում։ Բարիգալուստ Հավատ TV, որտեղ մենք ուսումնասիրում ենք աստվածաշնչյան պատմությունների հարուստ շերտերը, բացահայտելու հավերժական դասերն ու խորը իմաստությունը։ Այն ինչ, որ մենք ուսումնասիրենք հիմա, դրա մասին չի խոսվում եկեղեցիներում։ Այսօրվա տեսանյութում մենք ուսումնասիրենք Երեմիա մարգարեի կյանքը։ Նրա պատմությունը պարզապես պատմական տվյալ չէ, այլ հավատի, առաջնորդության և խորհրդածության աղբյուր մեր այսօրվա կյանքի համար։ Չնայած Աստծո կողմից որպես մարգարե կանչված լինելուն, Երեմիան երբեք չդադարեց քահանա լինելուց և ժողովրդի համար բառացիորեն արցունքներով միջնորդելուց։ Այդ պատճառով նրան անվանում են ողբացող մարգարե։ Երեմիայի ծառայությունը սկսվեց Հովսիա թագավորի 13-րդ տարում և շարունակվեց Հուդայի վերջին 5 թագավորների օրոք, մոտ 40 տարի։ Հովսիան Հուդայի ամենաարդար թագավորներից էր, ով բազմաթիվ բարեփոխումներ իրականացրեց։ Երբ նա մահացավ, Երեմիան դառնորեն ողբաց նրա համար։ Հովսիայից հետո իշխեցին 4 անարդար թագավորներ՝ Հովաքազը, Հովակիմը, Հովաքինը և վերջապես Սեդեկյան, ովքեր գահին էին, երբ բաբելոնյան զորքերը կործանեցին Երուսաղեմը և այրեցին տաճարը։ Երեմիայի գիրքը մարգարեական գրքերից ամենաերկարն է։ Պատկերացնելու համար, եթե միավորենք 12 փոքր մարգարեների գրքերը, դրանք կկազմեն Երեմիայի գրքի միայն 1/3-ը։ Երեմիան ապրեց Հուդայի հարավային թագավորության վերջին օրերին։ Նա անդադար զգուշացնում էր մոտալուտ աղետի մասին, որի պատճառը ճշմարիտ հավատի անտեսումն էր, հեթանոսական սովորություններին վերադառնալը և սոցիալական անարդարությունը։ Հուդայի դեմ ուղղված իր սարսափելի կանխատեսումների պատճառով Երեմիան մշտապես ենթարկվում էր հալածանքների, ծաղրանքի և թշնամանքի թագավորների ու քահանաների կողմից։ Նրան նույնիսկ նետեցին ցեխով կամ կեղտաջրով լի մի կուբի մեջ։ Երեմիան իր ժամանակի միակ մարգարեն չէր։ Ամբակումն ու Սոփոնյան նրա ժամանակակիցներն էին։ Նրա ծառայությունը համընկավ նաև Եզեկիել մարգարեի ժամանակաշրջանի հետ, ով Բաբելոնում գերության մեջ էր։ Տպավորիչ է, որ Երեմիայի և Եզեկիելի պատգամների բովանդակությունը նման էր, թեև մեկը մարգարեանում էր Պաղեստինում, իսկ մյուսը Բաբելոնում։ Երեմիայի ծառայության ընթացքում Քրիստոսից առաջ 612 թվականին Ասորեստանը պարտվեց Բաբելոնին, որը դարձավ գերիշխող ռազմական ուժ։ Նաբուգոդոնոսորի բանակը մասնակիորեն կործանեց Երուսաղեմը Քրիստոսից առաջ 604 թվականին և մարդկանց գերեվարեց Բաբելոն։ Սա գերեվարության առաջին փուլն էր։ Երկրորդ խումբը տարվեց Քրիստոսից առաջ 597 թվականին, իսկ երրորդ ու վերջնական կործանումը տեղի ունեցավ մոտ Քրիստոսից առաջ 586 թվականին, երբ Երուսաղեմն այրվեց ու ավերվեց։ Այս ներխուժումների ժամանակ Երեմիան պաշտպանված էր և ազատություն ու սնունդ ստացավ ներխուժող բանակի կողմից։ Ավելի ուշ Երեմիային իր կամքին հակառակ տարան Եգիպտոս, իր քարտուղար Բարուքի և Սեդեկիա թագավորի դուստրերի հետ միասին։ Նրա վերջնական ճակատագիրը Աստվածաշնչում հստակ գրանցված չէ։ Երեմիան նշանակված էր որպես մարգարե ազգերի և աշխարհի բոլոր թագավորությունների համար։ Նա հատուկ ուղարկված էր Իսրայելին օգնելու համար։ Թեև նրա պատգամների մեծ մասն ուղղված էր Հուդայի ժողովրդին, նրան հրահանգված էր մարգարեանալ նաև Իսրայելի ազգին։ Սա հատուկ նշանակություն ունի, քանի որ Իսրայելի հյուսիսային 10 ցեղերը պատժվել և գերեվարվել էին դեռևս Քրիստոսից առաջ 722 թվականին
Երեմիայի ծառայությունից մոտ 100 տարի առաջ։ Եվ ինչու է սա կարևոր։ Անտրամաբանական է կարծել, որ նրա մարգարեությունները վերաբերում էին միայն հին Իսրայելին, մինչև 722 թվականը։ Դա նման կլիներ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմը կանխատեսելուն, դրանց ավարտից շատ հետո։ Օրինակ, Երեմիայի գրքի հատվածները հստակ վերաբերում են Քրիստոսի վերադարձից առաջ ընկած ժամանակաշրջանին։ Ակնհայտ է, որ Երեմիայի միջոցով զգուշացում կա նաև Իսրայելի ժողովրդի ժամանակակից սերունդների համար։ Աստված զգուշացնում է, որ եթե ազգերը մերժեն Աստծուն և աստվածաշնչյան ուսմունքները, դա կհանգեցնի բարոյական ու հոգևոր անկման և խիստ պատժի։ Երեմիային հաճախ ներկայացնում են որպես մռայլ ու լավատեսությունը կորցրած մարդու, հոռետեսական պատգամներով, բայց սա միակողմանի տպավորություն է։ Նա հռչակում էր Աստծո տված զգուշացումը մոտալուտ պատժի մասին, եթե ժողովուրդը չապաշխարեր։ Սակայն Երեմիայի ուղերձը պարունակում էր նաև հրաշալի ու ուրախալի մարգարեություններ ողորմության, փրկության և առանց կյանքի մասին։ Նա կանխատեսել է մի ժամանակ, երբ Մեսիան կվերադառնա, վերջ տալու մարդկային տառապանքներին, պատերազմներին և թշվառությանը։ Երեմիայի միջոցով Աստված բացահայտեց սրտի փոփոխության ճանապարհը, որը հնարավոր կդարձնի խաղաղ աշխարհը։ Երեմիան հին ուխտի մարգարե էր, նոր ուխտի սրտով։ Նրա տխրությունը թուլություն չէր, այլ հոգևոր ուժի և հասունության նշան։ Երեմիան լավ օրինակ ուներ, քանի որ Հիսուս Քրիստոսն ինքը նկարագրվում է որպես վշտերի տեր մարդ։ Եսայի մարգարեն հենց նրան էր վերագրում։ 18-րդ և 19-րդ գլուխներում Երեմիան օգտագործում է բրուտի և կավի համեմատությունը։ Աստված բրուտն է, իսկ մենք կավը։ Կավն իրավունք չունի բրուտից որևէ բան պահանջելու։ Եթե բրուտը ուզում է վերաձևավորել կավը, դա ամբողջությամբ կախված է իրենից։ Նմանապես մենք պետք է պատրաստ լինենք թույլ տալ Աստծուն ձևավորել մեզ ըստ իր կամքի։ Մենք ծառայում ենք սիրող Աստծուն, և ինչ ձև էլ նա ընտրի մեզ համար, դա կլինի միայն մեր օգտին։ Մենք կարող ենք երկու դաս քաղել այս հատվածից։ Այն խոսքը, որը Տիրոջ կողմից հասավ Երեմիային ասելով. «Վեր կաց, իջիր բրուտի տունը, և այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքերը։ Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակի վրա, և այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում։ Նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. «Միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ով Իսրայելի տուն, ասում է Տերը։ Ահա, ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք իմ ձեռքին, ով Իսրայելի տուն։ Մի պահ ես կխոսեմ մի ազգի և մի թագավորության դեմ, արմատախիլ անելու, քանդելու և կործանելու համար։ Եվ եթե այդ ազգը, որի դեմ ես խոսել եմ, իր չարությունից դարձի գա, ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որ խորհել էի նրան անել։ Եվ մի պահ ես կխոսեմ ազգի կամ մի թագավորության մասին, կառուցելու և տնկելու համար։ Եվ եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ և չի լսում իմ խոսքը, ես էլ կհրաժարվեմ այն բարիքից, որ անելու եմ նրան։ Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա. Տերն այսպես է ասում. ահա ձեզ համար ես չարիք եմ պատրաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում։ Ամեն մեկդ դարձի եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխեք ձեր ճանապարհները և ձեր արարքները։ Բայց նրանք ասում են. անհույս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու և յուրաքանչյուրս իր չար սրտի կամավորությունն է անելու։ Մենք կարող ենք երկու դաս քաղել այս հատվածներից։ Սկսած մեր մարմիններից, Աստված մեզ ստեղծել է հողից, վերջացրած մեր բարոյական և հոգևոր վիճակով, մենք հաճախ տատանվում ենք։ Վստահություն Տիրոջ հավատարմությանը։ Աստված իրեն նվիրում է մեզ ստեղծելու և վերաստեղծելու գործին։ Նրա մասնագիտությունը պատվական անոթներ պատրաստելն է։ Երեմիան ապրել է Քրիստոսից առաջ 7-րդ և 6-րդ դարերում։ Ծնվել է մոտ Քրիստոսից առաջ 650 թվականին։ Բացի մարգարե լինելուց, նա նաև քահանա էր։ Նրա մանկությունն անցել է Իսրայելի պատմության տագնապալի ժամանակներում։
բայց նա մեծացել է Աստվածավախ ընտանիքում։ Կանչվելով Քրիստոսից առաջ 627 թվականին, նա սկզբում իրեն անարժան էր զգում այդ պատասխանատվության համար, բայց Աստված քաջալերեց նրան։ Նրա հիմնական պատգամը ներառում էր ապաշխարության կոչ, Աստծո դատաստանի զգուշացում և Երուսաղեմի անկման կանխատեսում։ Նա նաև ավետեց նոր ուխտի մասին։ Երուսաղեմի անկումից հետո նա որոշ ժամանակ մնաց Բաբելոնում, ապա Եգիպտոսում շարունակելով քարոզել մինչև մահ։ Նրա մահվան հստակ հանգամանքները հայտնի չեն, սակայն նրա համբավը մնաց հավերժ։ Մինչև օրս առեղծված կա նրա մահվան շուրջ։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ նա քարկոծվելով սպանվել է Եգիպտոսում հրեա ապստամբների կողմից, սակայն Սուրբ Գիրքը ոչինչ չի հաստատում այդ մասին։ Ավարտելով մեր ճանապարհորդությունը Երեմիա մարգարեի կյանքով, հուսով ենք, որ դուք հավատ կտաք այս պատմության մեջ։ Երեմիայի անսասան նվիրվածությունն իր կոչմանը և տոկունությունը փորձությունների ժամանակ փարոս են մեզ բոլորիս համար։ Շնորհակալություն մեզ միանալու համար։ Հետևեք մեր էջին նոր պատմությունների համար։ Կիսվեք այս հոլովակով ձեր ընկերների հետ։ Թող Աստվածաշնչի իմաստությունը լուսավորի ձեր ուղին։